Իվան, ես ինչ ես զուգվում զարդարվում, ես կարող են փիդրած հավի մոտ ես գնում։ Չէ, Ալբերտ, ես գնում եմ աշխատանքի, այսօր շատ կարևոր հյուր ունեմ։ Լսի, դու անգամ մեր հարսանիքին կոստյումով չէիր եկել, սպարտիվկով եկել էիր ԶԱԳՍ, հիմա ինչ պատահեց, դու ինձ հաստատ դավաճանում ես։ Չէ, Ալբերտ, չկա տենց բան։ Ես այսօր մեր ռեստորան հրավիրել եմ տապակած ճակատագրեր խոհարարական ամսագրի գլխավոր խմբագրին, որ մեր ռեստորանի մասին հիանալի նյութ գրի։ Իսկ կարող է այդ խմբագիրը այդ քո փիդրած հավնա։ Իվան տղա, եթե իմացել եմ ինձ խաբում ես, քո այդ քո հավի ճակատագիրը կտապակեմ։ Այ Ալբերտ, մի կողմից դու ես խեղդում, մի կողմից ես փող կապ, ավելի լավ է օգտի կապեն։ Լավ։ Ժիրո, դե իհարկե քո գործողությունները շատ դժվար է տրամաբանել, բայց ուզում եմ ինձ թույլ տալ ու հարցնել։ Ինչ ես ան։ Անիմաստի իհարկե Ալվարդի հետ ամուսնանալ էր, բայց փորձեմ բացատրեմ, որ տենց հետամնաց չմնաք։ Բուչինու եմ խմում, ուզում եմ հասկանամ, բու կդառնամ թե չէ։ Այ աննորմալ, ոնց ես ստուգելու։ Իվան, բուլկուտասա թող չամիչները հավաքի, թե չէ ես իմ արարքների համար պատասխանատու չեմ, էս մեկ։ Երկրորդ, հասարակ քաղաքականությունը, եթե կարողացա գլուխս պտտեմ 360 աստիճան, ուրեմն շնորհավորեք, ես բու եմ։ Շնորհավորում ենք, դու աննորմալ ես։ Շնորհակալ եմ։ Մադուկին մի ժամանակախ վերներով Մեկը նորմալ մյուսը պակաս շարիկներով Տարիները արագ անցան երազի պես Նրանք որոշեցին բացել փոքրիկ բիզնես Մեծը համով օտով ճաշացան գայքում Մյուսը մեծ ախպոր լարվածներ վերնաուտում Սա ճակատագիր ախպորից չես բախչի Ամեն ինչ շատ պարզ ասա հաստատ սյուրպրիզ չի Եկեք գնանք ռեստորան Թող մարդիկ մեզ միանան Բոլորով նստենք մի մեծ սեղան Սպասում ենք Սիրով շիրով Իվան Եկեք գնանք ռեստորան Թող մարդիկ մեզ միանան Սպասում ենք սիրով շիրով Իվան Եկեք գնանք ռեստորան Լիլիա ջան, տեսնում եմ նոր ծաղիկներ ես ստացել։ Բարև Իվան ջան, այո նոր ծաղիկներ եմ ստացել, ինքան ուրախ եմ, գիտես ինչեր ենք ստացել։ Օրինակ սա կարմիր կակաչներ են, այս սիրո խորհրդանիշն է եւ ոչ մի ծաղիկ չի կարող համեմատվել նրա հետ։ Նրա թերթիկները սիրառատ են, իսկ հոտը անկրկնելի։ Սրանք կարմիր վարդեր են։ Վարդը դարեր շարունակ խորհրդանշել է գեղեցկությունն ու սերը եւ այսօր այն մնում է աշխարհի ամենահայտնի ծաղիկներից մեկը։ Առաջին մշակված վարդերը հայտնաբերվել են ասիական այգիներում ավելի քան 5000 տարի առաջ։ Ասում են, վարդը նաեւ ոգեշ չէ։ Զարմանում եմ ինչպես է պաղպաղակը դիմանում ձեր կրակոտ գեղեցկությանը։ Ու ժամանակից շուտ չի վալճում։ Օրիգինալ կոմպլիմենտ էր։ Ինձ դեռ ոչ ոք պաղպաղակ ուտելուց կոմպլիմենտ չէր արել Իվան։ Մարգո, ձեր խորհրդի կարիքն ունեմ։ Այսօր իմ ռեստորանի հյուր է գալու տապակած ճակատագրեր խոհարարական ամսագրի գլխավոր խմբագիր Գառնիկ Թոնրունցը։ Օ, տեսնում եմ լուրջ հյուրեր ունես։ Գիտես, որ նրա այցերից հետո ռեստորանների ճակատագիրը բաժանվում է երկու մասի, կամ աճում են, կամ փակվում։ Չես վախենում, որ քո ռեստորանը փակվի։ Ուզում եմ իրեն այնպիսի մի բան հյուրասիրել, որ իմ ռեստորանի մասին հիանալի հոդված տպագրի։ Հա, խնդրեմ քո ռեստորանի մասին էլ լավ բան տպագրի։ Այ չգիտեմ ինչ հյուրասիրեմ։ Թոնրուցին զարմացնել եմ։ Շատ բարդ է, որովհետև նա տարիների ընթացքում այնպիսի ուտեստներ է փորձել,
Բայց կարող ես խնդրել խոհարարիդ, որ ինչ-որ օրիգինալ ուտեստ պատրաստի։ Վերջում էլ չմոռանաս պաղպաղակ հյուրասիրել։ Խոհարարիդ պատրաստածը չգիտեմ, բայց այս պաղպաղակը հաստատ կհավանի։ Շնորհակալ եմ, Մարգո։ Որ դու չլինեիր, ռեստորանս կփակ։ Միայն մանկան հոգին, անհոգությունը ու ծիծաղը կարողացան բացել այն։ Կակաշերի մասին առաջին գրավոր հիշատակությունը կարելի է գտնել 11-ից 12-րդ դարերում։ Այս մայկյանը սերոտանիա է, եւ այն հայտնի է իր վառ կարմիր գույնով ու խիտ պետրուշկանման տերևներով։ Այս ծաղիկները շատ նուրբ են եւ պահանջում են հատուկ խնամք, բայց երբ ծաղկում են, դրանք կարծես կարմիր արևի ճառագայթները լինեն։ Իսկ այս մեկը Լիլիա, շնորհակալ եմ։ Շատ հետաքրքիր էր, շատ։ Բայց չլսեցիր է, այս մեկը միշտ ծաղիկների հետ ունենալու կլինի առանձնահատուկ կանաչ գույն, որը բացվում է ամեն անգամ, երբ արևը շողում է դրա վրա։ Միրոն Առենց մալելանի չես կարողանում առաքում անես, ոտքերդ էլ ցավում են։ Միրոն առանց մալենայի ոնց որ Ջուլիետ առանց Սամվելի։ Օթելոյի։ Օթելոյի, ոնց որ Թոմ առանց Ջերի, ոնց որ Լոլիկ առանց Բոլիկի։ Մի նեղվի ընկերս, ես քեզ առանց մալենա չեմ թողնի։ Ես քեզ Բայց ես մալենան չի։ մալենան չի, բայց մալենայի ոտքերն ա։ Մալենային կամած հետ կբերենք։ Մալենա, ես չգիտեի, որ դու ոտքեր ունես։ Այս ռոլիկներով առաքումը կանես, մինչև փող կհավաքենք, նոր մալենա կառնենք։ Դու ռոլիկ քշել գիտես, չէ՞։ Այարք է։ Միրոն պրավա ունի։ B, C ու R։ Դե ուրեմն ես սենդվիչը առաքի ու շուտ հետ արի։ Միրոն ես առաքումները շուտ անում ու գա։ Միրո, ասում ես քշել գիտեմ։ Նորմալ է։ Միրոն միշտ ավտոմատ կառավկա է քշե։ Հիմա մի քիչ քշեմ, ոտս կբացվի։ Հա։ Մի րոպե։ Արի Միրո ջան, արի բրթեմ խոզենք։ 1 2 3 Միրո հաստատ այդ ռոկետը տառեն։ Ազացի։ Այ Միրո։ Գնացինք։ 1 2 3 Այս ինչ փնթի ժողովուրդ է։ Դուք չգիտեք, որ աղբի տեղը աղբամանն է։ Վայ, սիրունս, ես ինչ լավն ես դու։ Վահ, քեզ ով է մենակ թողել։ Չմտածես, ես քեզ մենակ չեմ թողնի։ Արի գնանք։ Կյանքս ոնց ասել ես տենց արել եմ, մայ կարելևը Մարգո։ Ահ, իմ թակավոր։ Օձը հանեցիր, գցեցիր ռեստորանի մեջ։ Համարյա կյանքս։ Օձով տուփը, դել եմ ռեստորան հետևի հայատը։ Ոնց թե, քեզ չէի ասել, որ օձը հանես ու դնես ռեստորանի մեջ։ Ասել էիր, ես վախում եմ օձերից։ Ոնց կարա աշխարհի ամենավախենալու արտաքինով մարդը ինչ որ փոքրիկ օձից վախենա։ Նեժնա մեյա։ Դու լավ գիտես, ես կյանքը մեզ երկու բանից եմ վախում։ Մեկ է դանտեր օձերից, մեկ է տիկոյից որոգայթի։
Այս հարցով ես պետք է զբաղվեի, ուղղակի ես էլ եմ վախենում օցերից։ Умница моя, դու մի նեղվի։ Եթե դու ծիրը ոտով չմտավ Իվանս տարածք։ Ես տոնեմ այդ լավ ոզնի ունեմ։ Կբերեմ գցեմ այդ օծի մոտ վախից ինքներուն գետա կմտնե դրստորան։ Բարոն, դու ոզնին ինչ ես անում։ Մեջ կսեմ քորում։ Որը ձեռս չի ասնում մեջքից, այդ ոզնի գալիս անձի օգնության։ Սպասում ենք սիրով շիրով Իվան Սեբաստիան, դսի։ Oui. Այսօր մեր ռեստորան շատ կարևոր մարդ է գալու։ Ու ես պետք է նրանց համար ուտելիք պատրաստեմ։ Այդպես չէ։ Ինչ պատրաստեմ։ Ֆրի, յուրական կարտոֆիլ, այս միգուցե պյուրե։ Ես հասկացա։ Ես պետք է նրանց համար պատրաստեմ կարտոֆիլով աղցան։ Ով քեզ նման բան ասեց, Սեբաստիան։ Չեք ասեք։ Ես ես լավ գիտեմ։ Ֆրանսիայում, ան Ֆրանս։ Ես համարվում էի լավագույն խորաներից մեկը։ Պատրաստում է աշխարհի լավագույն ուտեստները։ Իսկ այստեղ դուք ինձ չեք թողնում, որ ես ցույցադրեմ իմ իրական խորատները։ Ամբողջովին միայն ֆրի։ Դու Սեբաստիան։ Եթե մարդը պատվիրում է կարտոֆիլով ֆրի, ես քեզ ոնց ասեմ ուրիշ բան պատրաստի։ Mon Dieu։ Մատուցողներին ասա, թող հաճախորդներին ստիպեն ուրիշ ուտեստներ պատվիրեն։ Ինչպես որ հաճախորդներին ստիպում են սպասարկման վճարից բացի, նաև թեյավճար տան, նույն ձև։ Լսի, Սեբաստիան։ Այսօր մեր ռեստորան գալու է։ Տապակած ճակատագրեր, հայտնի խոհարարական ամսագրի գլխավոր խմբագիր Գառնիկ Թոնժունցը։ Je ne connais pas. Չեմ ճանաչում հետովել, բայց որ իրեն պրեզանտես անում ու այդպես ապարտանում ես, ուրեմն կարևոր մարդ է։ Այսօր դու իր համար պիտի պատրաստես քո հայտնի ֆիրմային ուտեստը։ Mon cher Ivan, oh là là! Շուտ ասես։ Սեբաստիան, գտնա աշխատի։ Oui, tout de suite. Այսօր քո փառքի օրն է։ Tout de suite, Tom. Mon cher Ivan. Ժիրո, բան ունեմ քեզ ասելու։ Ես էլ քեզ եմ սիրում։ Արի պաչեն։ Հանգստացի այդ նկատի չունեմ։ Ուզում եմ մի բան հարցնեմ։ Կարաս, բայց ուղիղութին տանը լինես։ Միջև վերջ լսիս, Ժիրո։ Թույլ կտաս ռեստորանում կենթանի պահեմ։ Ինչ ուզում ես պահի։ Բայց փիղ չպահես։ Այն բարանը մեզ հերիքա, ցեղտեղ չկա։ Չէ, ինքը փոքր է։ Էս տուփի մեջ է։ Այդ ինչ փիղա որ այդ տուփի մեջ տեղավորվում է։ Ջեբի փիղա։ Ինչ ջեբի փիղ, Ժիրո։ Արի, ցույց տամ։ Միրո, կարողացար այդ ռոլիկներով առաքումը հասցնես։ Հազիվ եմ հասցրել։ Վաղտես վերես ճանապարհի մետրո հանդիպեց։ Ոնց թե մետրո հանդիպեց։ Հա։ Ուրեմն իմ համար ցած ուղիղ իջնում եմ, մեկը ռիսկի պավորոթի լավ դեմս։ Ասիսի դրանից խուսափեմ, իջա գետնանցում։ Դրանք պատին գրածը բարեկամություն։ Հասկացա որ մետրոյում եմ։ Հետո հետաքրքիր է, չէ։ Չէ։ Հետո մետրոյի այդ վագոնին կապա ու գնացի դեպի Չարբախ։ Բայց դու առաքումը պետքա տանեիր ավա։ Հենց դրա համար եմ իրոն եկել։
Այս ռոլիկներով շատ անհարմար առաքում նրանները։ Կամ մի հատ ուրիշ մալենա գտնենք։ Հանի։ Դու արժանի չես այս ռոլիկներին։ Հոպ։ Էս էլ քո նոր մալենան։ Կարողանում ես չես քեյթ քշել։ Հա իհարկե, միրոն պրավա ունի B, C, R ու S։ Դե շուտ հասցրու առաքումը, քանի սենդվիչը չի սառել։ Մամ ջան, ո՞նց ես։ Լավ եմ, ջուտիկ, դու ո՞նց ես։ Վատ եմ, մամա ջան։ Մի հատ հարցով եմ զանգել, չեմ կարողանում լուծումը գտնեմ։ Դրա համար քո մասնագիտական խորհրդի կարիք ունեմ։ Ինչ ա պետք բալես։ Մոնթապեմ, ամեց կասեմ, թուղթ ու գիրանեմ։ Այդ սաղ պետք կգա, մամ ջան։ Այն Իվանի փիդրացավի պահով եմ զանգում։ Ուզում եմ Իվանի ու իր հարաբերությունները սառեն։ Հələ ասա ճիշտ եմ արել, որ այդ փիդրացավի նկարով տիկնիկ եմ սարքել ու դրել եմ սառցարանը։ Ապրի իմ խելոք աղջիկա։ Իհարկե ճիշտ ես արել, բայց հեռավորությունից լավ չի աշխատի։ Այդքան մտնես բլիժնի բույ։ Օպրեսին գիտակ մամուն։ Իզուր չէ էլի, որ սաղ թաղամասում լավագույն թուղթ ու գիրանողը դու ես համարվում։ Դե լավ բալես, գործերիդ հաջողություն։ Ես կօգնեմ հեռավար կանից ընտերը։ Այ փիդրացավ։ Հեսա քո ու Իվանի հարաբերությունները նենց եմ սառացնելու, որ ամենաուժեղ արևը չկարողանա հալածնի։ Էլեն, ես քանի անգամ եմ ասել, որ ռեստորանում կենթանի պահել չի կարելի։ Սա գազանանոցի վանդակ չի։ Բայց Ժիրոն ինձ ասեց, կարաս ցանկացած կենթանի պահես։ Բացի փղից։ Մեզ մենակ Ժիրոն հերիք է։ Հետո այսօր ռեստորան շատ կարևոր հյուր ա գալու։ Չի կարելի այդ հյուրին կենթանիով հյուրասիրել։ Բայց ծախր ինքը ենքան պուճուր է ու անպաշտպան։ Ես չեմ կարա իրան մենակ թողնեմ։ Մի րոպե։ Ժիրայր։ Ինչ ա եղել։ Ինչ ես զնդ գցել գլուխը։ Դու ես Էլենին ասել, որ կարա կենթանի պահի ռեստորանում։ Հա։ Ես եմ ասել ու լավ եմ արել։ Հարց կա Էլենիս հետ։ Չմտածես կյանքս, ես ասախ գցում եմ տեղը։ Ոյ ծոլապակոս։ Դու չգիտես, որ չի կարելի կենթանի պահել ստեղ։ Ինչ անսիրտ մարդ ես Իվան։ Այդ բուջուր կենթանին քեզ ինչ պիտի անի։ Թող պահի, գործից հետո կտանի տուն էլի։ Ինչ պիտի անի, պյուտի։ Ճիշտ է ասում Իվան։ Նենց կանեմ ոչ ոք ռեստորանում չի իմանա։ Լավ։ Ու ինչ կենթանի է։ Եկեք ցույց տամ։ Գնա, տարտարիչ կան։ Տանեմ ռեստորանի բակը բաց կա։ Շուտ, Երևանից դուրս տար, Հայաստանից, ամեն ինչից դուրս տար։ Իջացու, Ստելվը։ ես չեմ վախենում, պուջուրոցա, լավ։ Վատես, արի։ Միանոս տենդես։ Oui, Hélène, laisse même, ich պատվերը։ Սեբաստիան ջան, պատվեր չի, ուղղակի Oui, Hélène, laisse même, ich պատվերը։ Սեբաստիան, պատվեր չի, անձնական հարց է։ Et c'est quoi? Դու օծերի սիրում ես։ Ah, bien sûr, Hélène. Ես նույնիսկ պաշտում եմ օծերին, je l'adore։ Ֆա ինչ լավ է։ Ես օծ եմ գտել, բայց ոչ ոք չի թողում, որ ռեստորանում պահեմ։ Դու միակն ես, ով ասեց, որ օծերի սիրում է։ Ախր ինչպես կարելի է չսիրել օծերին։ Գիտես ինչ համեղ միս ունի օծը։ Համ տապակած, համ եփած, խորոված, հաշլաման, աղցաններ, ապուրներ։ Իսվից ավելի ճաշատեսակ կարող եմ պատրաստել օծի մսից։ Ես էլ ուզում եի, որ պահես քեզ մոտ, մինչև գնամ տուն հետս տանեմ։
Բայց ախորժակը դիմացա փոշմանեցի։ Pas de problème, tu le pahem? Կպահես։ Oui. Լավ դե։ Պահի։ Բայց Սեբաստիան, Oui. խնդրում եմ, մենակ կպահես։ Հանկարծ չուտես։ T'inquiète pas, Hélène. Գնա հանգիստ աշխատ։ Սպասում ենք սիրով շիրով Իվան Լիլիա, Հա։ միրոն քեզանից երկու հատ բան ուզում խնդրի։ Մի հատ ժիրոյին ռեստորանից կկանչես։ Իհարկե խնդիր չկա, նույնիսկ կարող ես չխնդրել։ Ես քեզ կօգնեմ, չէ՞ որ մարդիկ միշտ պետք է իրար օգնեն։ Լիլիա, երկրորդ խնդրանքը սենա, որ այդ ավելի չանես առած խոսալու։ Հա, խնդիր չկա, Ժիրոին կկանչեմ։ Ի դեպ Ժիրոնը Իվան այսօր կարևոր հյուր ունեն։ Ժիրո, խնդրեց որ քեզ կանչեմ, ես չեմ հրաժարվել։ Միրոսլավ։ Ստացվում է մոտից քեյթ քշել։ Ստացվում է, ուղղակի կանգնած չեմ կարող քշեմ, արագությունը շատ եմ հավաքում։ Վերջում չեմ կարող կանգնեմ։ Չես կարողանում արգելակել։ Արգելակում եմ, բայց ասենք պատի օգնությամբ, ծառի, ավտոյի, գետի։ Լավ, գոնե առաքումը հասցրիր։ Աչքիս քեզ համար նոր փոխադրամիջոց գտնեմ, քանի այդ սենդվիչը չի սառել։ Միրոն հենց դրա համար էլ եկել էր։ Կանակ տնես փոխադրամիջոց ընտրենք, որ Միրոն ասի կանգնի, ինքն էլ կանգնի։ Կարողա ձիքշես։ Միրոն պրավոն է, մեջը գրացա B, C, R, S, ու Z։ Շոտ լովո։ Գնամ ամենաարագ ձիուն թամբեմ ու գամ, քանի չի սառել։ Պարոն Թոնժոնց, շնորհակալ եմ, որ ձեր նման ռեստորանային ոլորտի գիգանտը այցելել է մեր համեստ ռեստորան։ Ես հույս ունեմ, որ մեր ռեստորանի մասին հիանալի հոդված կգրեք։ Ամեն ինչ ձեր խոհարարի ձեռքերում է։ Եթե ես հավանեմ ձեր ճաշացանկը, ապա դուք էլ կհավանեք իմ հոդվածը։ Ես արդեն ասել եմ մեր ռեստորանի խոհարարին, որ ձեզ համար պատրաստի իր ֆիրմային ուտեստը։ Էլեն։ Մինչ պատրաստ կլինի հիմնական ուտեստը, մեր հյուրի համար բեր սուրճ կամ թեյ։ Այսինքն ինչ կամ։ Երկուսն էլ բեր։ Թեյ, եթե կարելի է։ Կարելի է։ Իսկ Սալվարդն ինչի եկել։ Եկել եմ փիդրած հավիտ վերջին փետուրները պոկեմ։ Ալվարդ, մենք ունենք շատ կարևոր հյուր։ Ես քեզ կխնդրեմ գնանք իմ կաբինետ, իմանամ ինչի համար ես ուզում եւս մեկ ստենդ ավելացնեմ սրտիս։ Էլե պատրաստ եմ։ Բարի ախորժակ։ Չհասկացա։ Սեբաստիան, ես չես կսպանեմ։ Ինչ է եղել, Ալվարդ, ինչի համար ես եկել։ Այս սրա համար եմ եկել։ Էս ինչ։ Էս են փիդրացավնա, չճանաչեցիր։ Հիմա նորմալ կբացատրես ինչա ստեղ կատարվում։ Էնա կատարվում, որ այս փիդրացավը իմ ակլորին ուզում է տանի իր հավաբուն։ Ալվարդ ջան, նախ առաջինը չկա տենց բան։ Երկրորդը էս տիկնիկով ինչ ես ուզում ասես։ Երրորդն էլ նոր թուղթ ու գիրանելու ձևը։ Լսի, այս վուդուի ռիտուալը ես նենց եմ անելու, որ այդ Մարգարիտան քո ռեստորանի մոտով վազելով անցնի։ Ինքը միակ հավն է լինելու, որ չվելու է տաք երկրներ։ Միրո, էս էլ քո նոր մալենան։
զուստ, Միրո, զուստ։ Ուզում ես մի երկու կրոկ ֆրա ձեռդ բացի։ Մի քիչ արագաշարժա, բայց Միրոն կկառավարի, դու մի անհանգստացի։ Դե գնա, քանի այդ սենդվիչը չի սարել։ Սիրո։ Եմ որ ասում են ձի, փայտեձի, փաստորեն է դու ես սարքել։ Ես գիտեի, որ իրականում չկա փայտեձի, փաստորեն կա։ Լիլիա ջան, ո՞նց չկա։ Ուզում ես քեզ համար էլ փայտեձի սարքեմ։ Կամ փայտե ծաղիկ։ Ես ինչ հումորներ եմ անում։ Ոյ մամա։ Ես ուրացիդ։ Բարեկներ արագության համար դուք անեցին, դարան պլաշատ կա։ Ես քո ձյուտ պրավատավողի ինչն եմ ասել։ Հիմա այս առաքումը ո՞նց ես տանելու։ Դե կարամ առաքեմ ուղակի ոդկով։ Բայց կարաս այդքան հերո ոդկով տանես։ Հա իհարկե, Միրոյի պրավի մեջ գրած է B, C, R, S, Z, ոդ։ Ինչ ես ասում։ Ապրես։ Դու իսկական ընկեր ես։ Դե գնա քանի չի սարել Միրո ջան, գնա։ Arrête, je suis fatigué de toi! Viens! Oh mon Dieu! Regarde, qu'est-ce que ça fait? Harira kama salam. Vordigis ko ot seçem parastel. Da zucker, c'était poisson, poisson. Ո՞ւմ դու ասել որ օտիվից շատ ես։ Սեբաստիան դες քեզ ինչ եմ անելու։ Այո, թասպան։ Hélène! Oh! Hélène, arrête ça! Ça suffit! Ça suffit, Hélène! Oh mon Dieu! Hélène, arrête! Santos verde dia margarita. Gudun թողտա իր դատաստանը, փիդրացավ ստանա պատասխանը։ Ալվարդ, ու դու լուրջ մտածում ես, որ ես ապուշությունը օգնելու ա քեզ։ Լսի, այս աշխատող մեթոդ է, մեր մոտ տատական տաղանդ է, սերնդեսերունդ փոխանցված։ Ես ինչ գորգորոսներ են։ Այս աչքից վուդուս է աշխատե, փիդրացավն է գոռում։ Սիրով շիրով Իվան Ինչ նորություն կա օցից։ Նորություն չկա, բայց հույսում եմ շուտով կգծին շոու մեկին։ Պատկերացնում ես ինչ լավ կլինի, որ են գառնիկ թոնրունցին կծի։ Դրան որ կծի, անենց վատ հոդվածներ կգրի Իվանենց ռեստորանի մասին։ Հա, բաժոսն ամայա, շատ լավ կնի, որ դրան կծի։ Այդ որ մատ հոդված գրեց, դրանք հասած գործ չեն անի։ Ոշկանան վարձը տան տունն եք խլեն կմնամ ես։ Կյանքս ես ինչ եզում հարցնեի։ Կո հիշես, այդ դեմը ռեստորանից։ Քանի հատ տուն ենք խլը։ Կարծեմ 7։ Շատ լավ է։ Արժիրեկատը խլենք ու արշարժգույքի գործակալություն բացենք։ Դե դա կախված է նրանից, թե այսօր ոնց կաշխատի օծը։ 100%։ Oță! Oță de la cabine! Ala oță de la cabine! Oță! Habetus! Ո՞նց եք։ Ամեն ինչ նորմալ է։ Ձեր դուրն եկավ, խոհարի պատրաստած ուտես։ Իմ դուրը եկա, բայց ձեր մատուցող դուրը աչքից չի եկել։ Ici plaisir! Oță ինչ անենք, oță! Շաղովուր! Շաղովուր! Արեք հասեք! Oță! Տեսար վուդուս ոնց օգնեց, հիմա ցավերից գոռում է։
Այ դու չարաճճի։ Ժողովուրդ, փաստորեն ուղակի փախել էր։ Բայց օծը չի գծում։ Միրո, ես առաքումը չես արել։ Միրոն ընկել է մոպեդի տակ։ Սենդվիչը սարել է։ Իվան պահի։ Չհասկացար, այս առաքում, հա։ Օրայ տնոք իրոշը։ Այստեղ։ Այս սպասում է